Եվրոպական եւ ասիական բազմաթիվ երկրների մեծ բեմերում մենահամերգներով եւ նվագախմբերի հետ համերգային տարբեր ծրագրերով հանդես եկող հոբոյահարուհի Լիլիթ Մարգարյանն առաջին անգամ մենահամերգով հանդես է եկել հայրենիքում։ Ավստրիայում բնակվող մեր հայրենակցի կատարմամբ Կոմիտասի թանգարան ինստիտուտում հնչել են 4 տարբեր ժամանակաշրջանների ու 4 կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Բարոկկո դարաշրջանից մինչև 20-րդ դար երաժշտության երեկոյին հնչել է կոմպոզիտոր Ալեսանդրո Մարչելոյի հոբոյի կոնցերտի երկրորդ մասը։ Այնուհետև հանդիսատեսը տեղափոխվել է 20-րդ դար, լսել գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Շտրաուսի կոնցերտը, որն ամբողջությամբ գրվել է նվագախմբի ու հոբոյի համար, բայց դաշնամուրի ու հոբոյի կատարմամբ։ Շատ կարևոր էր ինձ համար, որ այս մենահամերգը կայանա հենց այս դահլիճում, Կոմիտասի թանգարան ինստիտուտում։ Մենահամերգը կոչվում է հոբոյի երաժշտության երեկո։ Խմբի անդամները այստեղից են, ընկերներ, երաժիշտներ, ընկերներում ձեռք են բերել այստեղ տարբեր նվագախմբային ծրագրերում ծանոթացել ենք իրար հետ։ Ես այստեղ եմ կոնսերվատորիայում ուսանել, Երևանի պետական կոնսերվատորիան ավարտել եմ այստեղ, հետո գնացել եմ Ավստրիա ուսանելու ու կոնսերվատորիայի տարիներին եմ ծանոթացել իմ այսօրվա գոլեգաների հետ, ում հետ պետք է նվագեմ։ Լիլիթ Մարգարյան շատ սպասված էր թանգարանում, որովհետև մենք անցյալ տարի կարծես համարյա թե ստացվում էր, որ ինքը պիտի ելույթ ունենար, հանգամանքների բերմամբ համերգը տեղափոխվեց եւ ես անձամբ շատ ուրախ եմ, որ այդ համերգը այսօր տեղի է ունենում, որովհետև Լիլիթին գիտեմ շատ փոքր տարիքից, երբ որ դեռ սովորում էր Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում եւ անձամբ արդեն եմ ունեցել իրեն հետ նվագելու մինչեւ կոնսերվատորիա ընդունվելը եւ ինձ համար հատուկ ջերմությամբ պատրաստվելու եւ սպասելու համերգ է այսօրվա համերգը։ 17-րդ դարի երկրորդ կեսին Ֆրանսիայում ստեղծված փայտե փողային գործիքը Լիլիթը սկսել է նվագել 11 տարեկանից։ Սկզբում կրթություն է ստացել հայրենիքում, այնուհետև շարունակել է արտերկրում։ Հոբոյահարուհին խոստանում է համերգային ծրագրերով ու մենահամերգներով հաճախ հանդես գալ Հայաստանում, հնչեցնել նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Իհարկե պլանավորում եմ նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ կատարել Հայաստանում, քանի որ Ավստրիայում արդեն համերգներին կարողացել եմ եւ Կոմիտաս կատարել։ Իհարկե Կոմիտասը ունի հոբոյի համար գրված ստեղծագործություն, բայց կան շատ մշակումներ եւ այնտեղի հանդիսատեսը իհարկե միշտ շատ ոգևորված եւ մեծ հետաքրքրությամբ է ընդունում հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Իմ դիպլոմային է նաև ասում, որ եղել է հենց Կոմիտաս վարդապետի մասին, դիպլոմային աշխատանքը ավարտական եւ նաեւ այնտեղի հանդիսատեսին ծանոթացրել եմ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների հետ։ Երեկոյի ընթացքում հնչել են նաև Մոցարտի հոբոյի կվարտետը, հոբոյ եւ լարային տրիո եւ 20-րդ դարի երկրորդ կեսի արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի երկու ստեղծագործություն։ Արթուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։